ճանապարհին, երբ որ սկսես մի խոսքով ու բռնես այդ խոսքը, բռնես ճիշտ ուղղությունը ու գնաս։ Այսօրվա թեման անվանել եմ քրիստոնյայի ճանապարհը։ Քրիստոնյայի ճանապարհը։ Ու գիտեք, աշխարհը ասում է, ինչպես տարին սկսես, այնպես էլ կգնա, այդ սուտ է։ Եթե ճիշտ սկսես քո ճանապարհը Աստծո խոսքով, հա? Ու ամբողջ ճանապարհիդ հետևես Աստծո խոսքին, շատ մեծ հավանականություն կա, որ ճիշտ տեղել կհասնես։ Այս մեզ է վերաբերվում։ Բայց աշխարհն էլ, եթե Աստծո խոսքով սկսի իր տարին ու ամեն մի օր, ամեն մի վայրկյան ինքը ճիշտ տեղ կհասնի։ Լավ, եկեք մեր տարին սկսենք Աստծո խոսքով, եկեք մեր տարին ընթանանք Աստծո խոսքով, եկեք մեր տարին էլ ավարտենք Աստծո խոսքով, որտեվ դա է ճշմարտությունը։ Քրիստոնյայի ճանապարհը, գիտես, մի անգամից գնանք Աստծո խոսքի մեջ եւ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հենց իր խոսքերը վերցնենք 7:13-ում ես կկարդամ։ Այսօր իմ մոտ շատ տեղեր կան, որոնք կկարդամ, որոնք չեմ կարդա, բայց գիտեք, ուզում եմ մի հայտարարի գանք, մի բան պատկերացնենք, որպեսզի ճիշտ ընթացք ունենանք։ Եվ 7:13-ից գրված է. «Նեղ դռնով ներս մտեք, որովհետև լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը, որ կորուստ է տանում, եւ շատերն են նրանով գնացողները, քանի նեղ է եւ նեղվածք է ճանապարհը, որ տանում է կյանք, եւ քիչ են նրան գտնողները, ավաղ, քիչ են»։ Ասում է, կա նեղ դուռ, նեղ ճանապարհ եւ կա լայն դուռ, լայն ճանապարհ։ Բայց գիտեք, նեղ դուռ ու նեղ ճանապարհն է, որ երկինք է տանում, ասում է Տերը։ Ուզում եմ այսօր մի քիչ խոսամ սրա մասին, կամ ինչն է այդ նեղ դուռը, ինչն է այդ լայն դուռը, մի տեղ էլ կարդամ ու ոնց որ շարունակենք։ Իսկ Ղուկաս ավետարանի մեջ այսպես է գրած 13:23-ից. «Եվ մեկը ասաց նրան. Տեր, միթե քիչ են փրկվողները, նա էլ ասաց նրանց. ջանք արեք, որ նեղ դռնով ներս մտնեք, որովհետև ասում եմ ձեզ, շատերը կուզեն մտնել եւ չեն կարողանա»։ Մի բան է ուզել, չէ՞, ցանկանալ շատ, բայց մի բան է իրականում լինել կամ մտնել, ու Տերը ասում է ջանք արեք։ Պատկերացնում ես, երբ որ ասում է ջանք արեք, արդեն ոնց որ պատասխանատվությունը մեր վրա է, չէ՞, ընկնում։ Եվ շարունակությունը, հա, շատերը կուզեն այսքանը, չեն կարողանա մտնել։ Չնայած կարելի է կարդալ ամբողջը եւ հասկանալ մի բան, որ գիտես 30-ում գրած է եւ ահա հետիններ կան, որ առաջիններ կլինեն եւ առաջիններ կան, որ հետիններ կլինեն։ Ես գրել եմ ջանք արեք, ուղղակի ուշադիր եղեք, եւ որովհետեւ դա ինքստինքյան չի լինում եւ հետ մի մնա, գնա եւ մի թուլացիր։ Գիտեք, թանկագիններ, ճանապարհ, դուռ, ընթացք, մենք խոսում ենք քրիստոնյայի ճանապարհի մասին, խոսում ենք քրիստոնյայի ընթացքի մասին։ Այո, բոլոր ճանապարհները չէ որ մերն են, կամ մեզ պետք է այնտեղ լինենք։ Աստծո խոսքը ասում է նեղ ճանապարհ կա, այդ նեղ ճանապարհը գիտես ինչի մասին է խոսքը, նեղված կա։ Ոնց որ ինչ-որ դժվարություններ է։ Երբ որ խոսում ենք Երուսաղեմի այն դարպասների մասին, դարպասներ կային, որը որ բաց էին, մեծ էին, լայն էին, բայց մի դարպաս կար, որ ինքը շատ նեղ էր։ Ու այնտեղ որպեսի բեռներ կարողանային անցկացնեին, այնտեղ տես ասում է ուխտը ասեղի անցքով դժվար կանցնի, ու այնտեղ պետք էր որ գիտես այդ բեռները, այդ կենթանիները իրանք խոնարհված անցնեին, որ ամեն մեկը չկարողանար մտնել, կամ սենց ասեմ, դա տամոժնի էր։ Երբ որ մենք մաքսատուն ենք անցնում, գիտես այնտեղ բաց չի, ամեն բան արգելափակումներով է, որպեսզի մեզ ստուգեն նոր անցնեն։ Այս ճանապարհը, նեղ ճանապարհը, սա կարծես թե մի ստուգման ճանապարհ է, որտեղ որ մենք պետքա մեզ ամեն ժամանակ ստուգենք։ Գիտես, ոչ թե Տերը մեզ փորձության ենթարկի, այլ մենք ինքներս։ Տերը ասում է ջանք արեք, որ մտնեք։ Ամեն։
ջանք արեք։ Այսօր ես հետևում եմ Քրիստոսին կամ ես այսօր ուզում եմ հետևեմ Քրիստոսին, որպեսզի երկինք հայտնվեմ։ Լայն դռներ, նեղ դռներով ամեն բան չես կարող անցկացնես։ Ու պատկերացրեք, որ մեր ցանկությունները, մեր պատկերացումները, մեր ծրագրերը ու մենք շալակած կամ լծված ուզում ենք նեղ դռներով անցնենք, իսկ Տերը ասում է, գիտես, դրանք չեն անցնում։ Այստեղ բաներ կա, որ միայն աստվածայինն է անցնում, աստվածային ծրագրերն է անցնում, աստվածային ցանկություններով դու կարող ես անցնել։ Եվ ցավոք սրտի վերջում այս խոսքերի 30-րդում ասում է, գիտես, շատերը կուզեն, բայց ավաղ կլինեն առաջիններ, որ հետ կընկնեն, բայց կլինեն հետ մնացածներ, որ ջանք կանեն, կորոշեն ու առաջ կանցնեն։ Հիմա ես չեմ ուզում ասեմ, եկեք իրար մեջ տարբերություն դնենք, տեսնենք ով է առաջինը, ով է վերջինը։ Մի եղբայր կատակով ասում էր, ես վերջ եմ նստելու, գիտեմ, որ կատակ էր անում, ասում էր, ես վերջն եմ նստում, որ գիտես, որ այն խոսքը իմ վրա կատարվի, որ վերջինները առաջին կլինեն, ասում եմ, ուզում ես ասես, որ այս առաջինները վերջին են լինելու։ Իհարկե, կատակ ասա, բայց սրա մասին չի թանկագիններս։ Սրա մասին չի, առաջիններ լինելու համար, բոլորիս համար էլ դռները բաց են, ճանապարհները բաց են, առաջիններ լինելու։ Առաջինները դա չի նշանակում, որ մենք իրար հետ պետք է մրցակցենք կամ, չգիտեմ, ես էլ եմ ուզում առաջ նստեմ կամ հետ նստեմ, սա չի։ Հարցը նա է Տիրոջ մեջ որտեղ ես։ Տիրոջ ներկայության մեջ ես թե չէ, Տիրոջ ճանապարհների մեջ ես թե չէ։ Խոսում եմ ճանապարհների մասին։ Եսայա մարգարեություն։ Մի փոքր կարող է ուսմունքային լինի, բայց ես շատ եմ զգում սրտումս սրա կարևորությունը, որ մենք ճիշտ սկսենք տարին, ճիշտ ընթացք ունենանք ու պահենք այս ընթացքը։ Եվ Եսայա 48, 17, 18-րդ խոսքերում գրված այսպես է ասում Տերը քո փրկիչը Իսրայելի Սուրբը, ես եմ քո Աստվածը։ Բոլորս ասացինք ամեն։ Որ քեզ սովորացնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհում։ Ես ուզում եմ, դու ես ուզում, համոզված եմ, որ Աստված ինձ ու քեզ առաջնորդի այն ճանապարհում, որ մենք պետքա գնանք։ Ոչ թե մենք փորձենք Աստծուն առաջնորդել, որ նա հետևի մեզ կամ ինքը գա մեր ուզած ճանապարհի մեջ։ Աստված ասում է, ես ուզում եմ, որ դու իմ հետ գաս ու ես կլինեմ քո առաջնորդը այն ճանապարհի մեջ, որ ես եմ ուզում, որ դու լինես։ Իսկ որտեղ Աստված ուզում լինենք։ Աստծո ուզած բոլոր ճանապարհները ինձ եւ քեզ համար օրհնություն են։ Ամեն։ Բայց բոլոր այն ճանապարհները, որ ես եմ մարդն է ուզում լինել, ես համոզված չեմ, որ այդքան էլ Աստծո ուզածն են։ Դրա համար մենք միշտ պետքա ստուգենք։ Մենք միշտ պետքա քննենք ու զննենք, արդյոք սա Տիրոջ ուզած ճանապարհն է։ Լավ, շարունակությունը եւ ասում է 18-ը երանի թե ուշադրություն անեիր իմ պատվիրաններին, այն ժամանակ գետի պես պիտի լինի քո խաղաղությունը եւ քո արդարությունը ծովի ալիքների պես։ Երանի ուշադրություն անեիր իմ պատվիրաններին, երանի Աստծո ժողովուրդ, եկեք ուշադրություն դարձնենք Աստծո պատվիրաններին, Աստծո խոսքին, ամեն, Աստծո ուզածին, Աստծո ծրագրերին, որովհետև դրանից է մեր խաղաղության շատությունը, մեր բարեկեցությունը, մեր ապահովությունը, ամեն։ Գետի պես խաղաղություն, ծովի ալիքների պես արդարություն, ես եմ ասում եմ քեզ առաջնորդողը։ Ու եւս մեկտեղ Մատթեոս 11-րդ գլուխ։ Ու սկսենք խոսալ, ինչի մասին որ խոսելու ենք։ 11:28-ում տեսեք ինչ ասում։ Հիսուս ասում է. ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ եւ բեռնավորվածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Ձեր վրա առեք իմ լուծը եւ ինձանից սովորեցեք, որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնար եւ ձեր անձերի համար հանգստություն կգտնեք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև։ Գիտես, քեզ թվում է թե սա միայն այն աշխարհիկ մարդկանցն է, ով որ դեռ չեն ճանաչել Հիսուսին,
Իհարկե, նաև աշխարհիկ, նաև բոլոր այն մարդկանց, ովքեր բեռնավորված այս աշխարհի մեջ գնում են։ Մի բեռ, որը որ Աստված չի դրել մեր վրա, պատկերացնում եք։ Մի բեռ, որ Աստծուց չի։ Այս աշխարհը, այս երկիրը, այս հոգսերը, բեռերը դրել է մեր վրա, ու մեզ ասում է գնա, ու հերիք չի գնա։ Այդ բեռն էլ ուղղություն է տալիս, այդ ծանրությունն էլ ուղղություն է տալիս, թե ինչպես գնանք, որպեսզի դրանց հարցերը լուծվի։ Հիսուս ասում է, լսեք, եկեք ինձ մոտ, կամ եկեք ինձանից սովորեք, ինչպես դու ունենաս հանգստություն, ինչպես ունենաս ապահովություն, ինչպես ունենաս խաղաղություն։ Ասում է ինձանից սովորեք, եթե Հիսուս ասում է ինձանից սովորեք, նշանակում է մենք կարիք ունենք սովորելու։ Ասա ամեն, հա։ Ինձանից սովորեք, որովհետև ասում է ես հեզ եմ եւ խոնար։ Ինչ է սա նշանակում։ Այսօր ես խոսալու եմ խոնարհության մասին, թանկագիններ։ Իրականում խոնարհության մասին, մեր Տիրոջը նմանվելու մասին։ Ես հավատում եմ, որ Սուրբ Հոգին ինքը խոնարհության մեջ տանող հոգի է։ Ամեն։ Ինչ է խոնարհությունը, ինչ է հեզությունը։ Խոնարհությունը, հեզությունը, ասեմ հաստատ խեղճություն չի։ Հա, այն որ մենք այս աշխարհն է փորձում։ Խեղճ։ Հավատացյալ ուրեմն խեղճ։ Հավատացյալ քրիստոնյա ուրեմն խեղճ։ Անինքնասեր։ Անամոթ։ Ես չգիտեմ, լիքը բացասական կարելի է հոմանիշներ բերել։ Տկար։ Ոչ մի բանի պիտանի, սա չի։ Խոնար։ Գիտեք ինչ է նշանակում։ Մարդ, ով որ ունի եւ կարողություն, եւ զորություն, եւ ամեն հնարավորությունը, ու ինչեր ասես կարա անի, բայց այս ամեն ինչը մի կողմ դնելով որոշել է Աստծոն անի։ Որոշել է Աստծո խոսքով ապրի։ Այսօր ես այսպես հայացքս որ գցեմ ամեն մեկիդ, ինչքան որ ճանաչում եմ։ Գիտեմ եւ ձեր ունակությունները, գիտեմ եւ ձեր կարողությունները, գիտեմ եւ ձեր հնարավորությունները, չէ՞։ Այս աշխարհի մեջ ապրելու, դրսևորելու, ինչ որ գործեր, բաներ անելու, ինչ որ հաջողությունների հասնելու։ Բայց Աստծո խոսքը ասում է, բայց եկեք ամեն բան դնենք մի կողմ եւ ապրենք Աստծո խոսքով։ Ինձանից սովորեք։ Այսինքն, ինչպես որ Հիսուսը գնաց, այդպես էլ մենք գնանք, ինչպես որ Հիսուսը ապրեց, տենց էլ մենք ապրենք։ Համաձայն ես։ Աստված սիրում է խոնարհներին։ Անկամ Հակոբոսը ասում է, Աստված խոնարհներին շնորհք է տալիս։ Ինչ է նշանակում խոնարհ, թանկագինս։ Ոչ թե արտաքինը ցույց տանք, Աստված սրտեր քննող Աստված է եւ Հիսուս ասում է սրտով խոնարհներին։ Ես չգիտեմ արտաքինը կարող է մեկս մյուսից նայենք, մեկի արտաքինը շատ խոնարհ թվա, բայց ներսը հակառակ լինի։ Կայս մեկի արտաքինը շատ հպարտ թվա, ուղղակի թվա, բայց սիրտը շատ խոնարհ լինի։ Դրա համար գիտեք ամենալավ ստուգելու միջոցը որն է։ Իհարկե մենք իրար չենք ստուգելու, բայց այդ չափման այդ սարքը խոնարհության գիտեք որն է։ Ինչքանով եմ ես հնազանդվում Աստծո խոսքին։ Ինչքանով եմ ես վարվում Աստծո խոսքով։ Դու քեզ հենց հիմա ստուգիր։ Հա? Ինչքանով ես դու վարվում Աստծո խոսքով։ Դու քո օրը ինչքանով ես ապրում Աստծո խոսքի համաձայն։ Դու քո ընթացքը, որոշումները, երբ որ կայացնում ես, ինչ որ գործեր ես անում, ինչքանով ես անում Աստծո խոսքի համաձայն։ Այդքան էլ դու խոնարհ ես։ Իսկ եթե չէ, խոնարհության հակառակը որն է։ Հպարտությունը։ Եվ նույն մեր Հակոբոս եղբայրը ասում է, իսկ հպարտներին Աստված այնտեղ ապարտավան է ասում անգամ։ Հակառակ է կանգնում։ Պատկերացնում ես, գործ չունի Աստված հպարտների հետ։ Բա հպարտներին թող խոնարհացնի։ Հպարտներին թող մի տեղը ցույց տա։ Եթե այդպես լիներ, եթե այդ հպարտը չապաշխարեր կամ չորոշեր խոնարհվեր, Աստծո առաջ Աստված ոչինչ էլ չէր անի։ Եթե այլապես ինքը այսօր բոլոր աշխարհը երկրագունդ, ինչքան մարդիկ կան, որ հպարտ են, գոռոզ են, անգամ Աստծո դեմ ինչ մեծ բաներ են, չէ՞ խոսում։ Կոտրելով կգնար։
Բայց միևնույնն է կատարվելու է Աստծո խոսքը, որ ամեն լեզու ծունկի է գալու Աստծո առաջ եւ ասելու է դու ես Տերը։ Դու ես միակը, դու ես ճշմարիտը։ Բայց սա ստեղ է պետք լինել։ Ստեղ է պետք դա ասել։ Ուրեմն թանկագիններ, ես չեմ մտածում, որ մեր սրտերի մեջ չկա, չի բարձրանում այդ հպարտությունը։ Երբեմն մեզ պետք է խոնարհացնել, այդ հպարտությունը դեն շպրտել։ Մեր սրտերը պետք է միշտ բացել Աստծո առաջ։ Գիտեք, Սուրբ Հոգին է ամեն բան բացահայտողը մեր մեջ։ Հա? Համաձայն եք։ Ու երբ որ բացահայտվում է, այդ կապ չունի, ինչ որ մեկը ներկա եղավ դրան, ներկա չեղավ, մեկը իմացավ, թե չիմացավ, ընդհանրապես կապ չունի, մեզ պետք է դեն շպրտել, խոնարհվել, ապաշխարել եւ առաջ գնալ։ Այո, դեն շպրտել։ Գիտես, այն ամենամեծ հակառակությունը, որ երկնքում կատարվեց, դա այդ հպարտության երեսից էր, որ սատանան լինելով, այսինքն, որ դեռ արուսյակ լինելով, ունենալով փառք, ունենալով պատիվ, ունենալով անուն, ունենալով ամեն հնարավորությունները եւ այդ շքեղությունը, դիրք, պաշտոն, չգիտեմ, ընդունվածություն, իր սրտի մեջ հպարտացավ։ Ու մի օր որոշեց ասի. ինչի ես պետք է Աստծուն լսեմ։ Ինչի ինքը ինձ պետք է ասի, ես ինչ անեմ։ Հələ նայ ես ինչ փառքի արժան ես, հələ նայ ես ինչքան են քեզ։ Ես չեմ մտածում, որ իրան երկրպագում էին Աստծուն, բայց ինքը որոշեց այդ երկրպագությունը դարձնի իրան։ Ինչու միայն Աստծուն պետք է փառավորեն։ Ինչու միայն Աստծուն պետք է երկրպագեն։ Ես ինչով եմ պակաս։ Ես ինչ վատն եմ, ինչ վատ հրեշտակապետ եմ։ Երևի թե ամենալավն եմ։ Գիտես, եղիր լավը։ Եղիր ուշադրության կենտրոնում, եղիր պարգևներով օծված, լցված, հաջողակ ամեն բանի մեջ, բայց փառքը Տիրոջն է։ Պատիվը Աստծունն է, երկրպագությունը Աստծունն է։ Եկեք հասկանանք փառք Աստծուն։ Մենք նոր երգում էինք նրանն է ողջ փառքը։ Ամեն բան նրանից է։ Հա? Ամեն բան նրանով է։ Ու այդ արուսյակ հրեշտակապետը եթե մի հատ ուղակի հայաց գցեր, ասեր ես ընդհանրապես որտեղից եմ հայտնվել ստեղ։ Այն որ ասում է իմ ապու պապը որտեղից է, ես ով եմ, ում ցեղից եմ։ Կհասկանար, որ ինքը մի օր չկար։ Ու մի օր հայտնվեց։ Կհասկանար, որ այս իր արժանինքները չի, իրեն այդ կերպ ստեղծել են։ Ու իրան պատվի են արժանացրել։ Ու իրան տվել են այդ արտոնությունը։ Ինքը դա չի վաստակել։ Համաձայն եք, որ չէր վաստակել։ Տվել են։ Ինչպես մյուս հրեշտակապետերը, ում գիտենք։ Միքոյին ու Գաբոյին։ Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետերին։ Համենայն դեպս իրանց մասին գրված է։ Իրանք էլ պակաս, փառք, զորություն, դիրք, իշխանություն չունեին ու հիմա էլ ունեն։ Բայց գիտես, ես մտածում եմ նրանց դուրն էլ այդ հպարտությունը մի օր թակեց, ասեց լսի, Աստված քեզ մի հատ նես դիրքի մեջ ա դրե, դու Աստծո բերանն ես, ամեն տեղ, գնում ես, հայտնում ես, ես անում, են ես անում, ինչի չես ընդունում այդ երկրպագությունը, ինչի որ մարդիկ քեզ երկրպագեն, լսի, գիտես ես երկրի վրա քո անունը լավ թնդում է, երկնքում Միքայել քո անունը թնդում է, դու զորավոր ես, դու հզոր հաղթանակներ տանող հրեշտակ ես, ինչի դու չես ընդունում այդ երկրպագությունը։ Ես մտածում եմ իրանք մի հատ հետ նայեցին, ասեցին, բայց լսի, ես սենց էլ ինձ բաց չեմ զգում։ Ես ընդունում եմ այն պատիվը, որ Տերը, շեղվել եմ թեմայիցս, որ Տերը դրել է ինձ, այն միջավայրի մեջ, որ Տերը ինձ պատիվ է տվել, ես ինձ լավ եմ զգում։ Ես գիտեմ ես ով եմ, գիտես դրա համար պետք է խոնարհվել։ Ես գիտեմ, որ Աստված է կամեցել, ու եթե Աստված չկամենար, մենք չէինք փրկվի թանկագիններ։
Եթե Աստված չփոխեր մեզ, մենք չէինք փոխվի։ Ամեն։ Որ մեկս ենք այսօր մեր օծությունը վաստակել։ Որ մեկս ենք այսօր մեր ներումը վաստակել։ Չկա, այո, չկա։ Որ մեկս ենք այսօր մեզ Աստծո աչքերի առաջ պատիվը վաստակել, որ այսօր որդի ենք կոչվում։ Որ մեկս։ Հա? Որ մեկս էինք այդ անմեղը, որ Աստված ասեց, այ, ես իր այդ կարելի է գործ բռնեմ։ Կա նման մարդ։ Որ մեկս էինք այնքան լավ եղել այս երկրի մեջ, այնքան լավ գործեր էինք արել, որ Աստծո աչքը մտանք, ուշադրությունը գրավեցինք։ Էլի ոչ մեկս։ Ու այսօր երբ որ Աստված մեզ որդի է դարձրել, պատիվ է տվել, իր փառահեղ հանդերձներն է հագցրել, հա? Այսինքն, այն սրբությունը, այն արդարությունը, շնորհքը, օրհնությունը, իր անգամ ինքը այս ամեն ինչի մեջ եկավ ու բնակվեց մեր սրտերի մեջ, մեր մեջ։ Պատկերացնում եք? Աստված, որ երկինքը չի կարողանում իրան տեղավորել, որ ոչ մի փառահեղություն չի կարա իր շքեղության հետ հավասարվել, ոչ մի փառք, պատիվ, մեծարանք չի կարա իրան մեծարի այնքան, ինչքան որ ինքը կա։ Կարելի է այդքան մեծ փառաբանել իրան, ինչին որ ինքը արժանով ասես, ինքը այսքան է, սրանից ավելի չի ինքը։ Ինչ էլ անենք, նա ավել է։ Ու ինքը որոշեց գա ու բնակվի մեր մեջ։ Ու թող մեկը ասի, բա ոնց, բա տենց է պետք է լիներ։ Մենք գիտակցում ենք, որ մենք արժանացանք, արժանի չէինք։ Ու այսօր թանկագիններ, սա Աստծուց է, սա արտոնությունը մեզ տրված, բայց նաև սատանան, հասկանալով, որ սենց չի լինի, սենց հնարավոր չի, ինքը մենակ կմնա, եթե ժողովուրդը ամեն բանը փառքը տա Աստծուն, եթե ժողովուրդը հասկանա, որ գիտես խոնար մնա, ինքը չի հաջողվի, դրա համար ինքը փորձում է, գիտես աշխարհը հպարտության տակ ճռում է, հպարտության տակ է, կքված է այդ ծանրության տակ, աշխարհը հպարտ է, մենք էլ, երբ որ ընդեղ էինք, երբեմն հիմա էլ մեկ հնից գլուխ ենք գովում, հետո գլուխներս բռնում ենք, ապաշխարում ենք, Տեր, ինչի վրա ենք մենք։ Ինչպես կարելի է մեղքերով գլուխ գովել։ Բոլորս ասում եմ, մեղքերով բռնված էինք, օդի, խավարի իշխանի իշխանության տակ էինք, բայց շնորհ գտանք։ Ու այլևս մեղավոր չենք, մենք սուրբեր ենք, երկնքի քաղաքացիներ, փառք Հիսուսին։ Ամեն։ Ու հիմա թանկագիններ, աշխարհը հպարտությամբ իրար են ուտում։ Ու սա հպարտությունն է։ Համաձայն եք։ Աշխարհում կհանդիպես մարդկանց, որ կայացած են, հպարտ են, մարդկանց, որ չկայացած են ու հպարտ են, մարդկանց, որ անգամ մարդկային կոպիտ ասած այս սատանան արժանիքներից էլ է զրկե ու էլի հպարտ են։ Ինչու՞։ Որտեվ հպարտության ոգու իշխանության տակ են։ Իսկ ինչպես այդ ոգին կուզենար եկեղեցու մեջ տիրեր, տեղ գտներ, մտներ մեր մեջ, ու երբ որ մտնի մեր մեջ, սկսի իր քայքայիչ գործողությունը սկսի մեր մեջ, մենք սկսենք այդ պատերազմները իրար դեմ, մենք սկսենք այդ համեմատությունները իրար հետ, մենք սկսենք այդ կշերքի ծանր ու թեթևը իրար միջև անելու։ Հիսուս ասում է, ինձանից սովորեք։ Իհարկե այդ գայթակղություններից մենք չենք խուսափի։ Այդ գայթակղությունները կգան, այդ առիթները կգան, պատճառները կգան։ Բայց մեր իշխանության տակ է դա։ Ընդունենք թե չընդունենք։ Գիտես հաջողությունը Աստծուց է։ Անունը, պատիվը Աստծուց է։ Օրհնությունը Աստծուց է, դիրքը Աստծուց է, ձգտելը լավ բաների դա Աստծուց է, դա սատանայից չի, դա Աստծուց է։ Ու գիտես, հաջողության մեջ շատ կարևոր է, որ մենք մեր գլուխները չկորցնենք։ Հաջողության մեջ շատ կարևոր է, որ մենք հասկանանք ումն է փառքը, ումն է պատիվը, իսկ մեզ ուրախությունն ու վայելքը։ Ամեն։
Դրա համար Հիսուս ասում է ինձանից սովորեք։ Մենք խոսում ենք խոնարհության ու հպարտության մասին, որ հակառակ բևեռներ են։ Ամեն։ Օրինակ, մի քանի տեղեր Առակացից կարդամ։ Առակաց 3-րդ գլուխ 34-ը։ Շատ կարելի է խոսալ, Աստվածաշունչը լցված է նման պատմություններով։ 34-ում ասում են իրավ նա ծաղր անողին ծաղրում է, իսկ խոնարհներին շնորհք է տալիս։ Գիտես, այս ծաղր անողը քեզ անգամ կարող է տենց բան չխոսա, բայց մի ուրիշ թարգմանության մեջ ասում է, գիտես, գոռոզին ու հպարտին Աստված ծաղրում է։ Վերջում այդ գոռոզն ու հպարտը ծաղրվելու են, բայց խոնարհին ինքը շնորհք է տալիս։ Խոնարհությունը մեր որոշումն է։ Ամեն։ Խոնարհությունը մեր որոշումն է, եւ իրականում Աստված խոնարհության Աստված է։ Մի քանի տեղ, քանի դեռ Առակացի մեջ ենք, եկեք 18-ի 12-ն էլ կարդանք։ Ինչ եմ ես ճանապարհ անվանել։ Կործանումից առաջ հպարտանում է մարդի սիրտը, բայց փառքից առաջ գնում է խոնարհությունը։ Նայեք, սրանք ճանապարհ են, եւ ճանապարհը Աստված ասում է, ես ուզում եմ փառք ուղարկեմ քո վրա, պատկերացնում ես, ու ինքը առաջնորդում է մեզ խոնարհության ճանապարհների մեջ։ Սատանան ասում է, ոնց անեմ, որ կործանեմ սրան։ Սկսում է հպարտության նետերը ուղարկել։ Հիմա որը կընտրենք։ Հա, որը կընտրենք։ Ամեն ժամանակ եկեք մենք քննենք մեզ։ Քննենք մեր մտքերը, քննենք մեր խոսքերը, քննենք մեր սիրտը անգամ առանց խոսքերի ու մտքերի, այն որ կուզենանք բարձրաձայնենք կամ ինչ կուզենանք բարձրաձայնենք, քննենք մեր սիրտը։ Շատ բան կատարվում է լռության մեջ։ Ես նստած նայում եմ ու սկսում եմ համեմատել։ Ես sense լսում եմ քարոզը, ասում եմ, այ ես իրանից լավ կքարոզեի, ես իրանից լավ կերքեի, ես իրանից լավ էս ինչը կանեի։ Ու միգուցե ճշմարտություն է։ Հա? Ու միգուցե դա ճշմարտություն է։ Ու այդ պարգևը քոնն է։ Բայց գիտես, հպարտանալու կարիք չկա։ Հպարտանալու կարիք չկա։ Մինչև քո քարոզելու ժամանակը հիմա դու պետք է նստես ու լսես։ Մինչև քո փառաբանելու ժամանակը դու պետք է հիմա ընդունես այդ փառաբանություն, այսինքն այդ վարողին, այդ փառաբանողներին դու պետք է ընդունես։ Պետք է ասես, որ այո, իրանք Տիրոջն են փառաբանում։ Կամ ինչ որ մեկը մի գործ է անում, այ ես այսպես չէի անի, ես սենց կանեի։ Դե սկսի անել, գնա օգնի իրան։ Միգուցե օգնես եւ հետո ասես, բերես այն հայտարարի, որ պետք է լիներ։ Ես չեմ ասում, որ դու չես կարող ճիշտ բաներ անել։ Ես չեմ ասում, որ մենք չենք կարող ճիշտ բաներ նկատել, բայց նկատելը մի բան է, քննադատելը մի ուրիշ բան։ Ու եթե դու տեսնում ես, որ ստեղ միգուցե այդքան էլ գեղեցիկ չի զարդարված, որ ես չգիտեմ բոլորիդ կարծիքը, ես մտածում եմ, որ ճաշակի վրա ստեղ լիքը, չէ՞, լիքը բաներ կան, որ մարդիկ կարող են ավելի լավ պատկերացումներ ունենալ։ Ու միգուցե մեկը նստած ասում է, հələ ստեղ ինչ են արել, բայց է անելու բան է։ Բայց ես ինձ ասեին, բա մենք չգիտենք քո տեղը։ Հա, ես լինեի, բայց ես սենց կանեի։ Ուղղակի, գիտես, ու արդեն սրտիդ մեջ ոնց որ անարգես նրան, ով որ արել է սա։ Բայց ես մտածում եմ լավ կլիներ, իմանայիր ով է արել, այսինքն ով է պատասխանատուն, կամ մոտենայիր վերջում ասեիր, գիտես, կթողեք մի քանի շտկում անեմ, կթողեք մի քանի բան էլ ես ասեմ, ինձ թվում է այսենց ավելի միգուցե կարելի է գեղեցիկ անել։ Արդեն ստեղ կերևար, որ դու գիտես քո սրտացավությունը, քո հոժարությունը օգուտ տալու, ոչ թե եղածը պախառակելու, որպեսզի նա չերևա դու երևաս։ Ու շատ հարցերում, թանկագիններ, իրականում շատ հարցերում։ Ծաղր
անողներին նա ծաղրում է։ Մի ասացված կա, չէ՞, ես ինչ քար լռությունը։ Ասում է փորձված աղվեսը երկու ոտքով անգնում թակարդը։ Գիտես, հպարտությունը ինքը կործանարար է։ Կործանումից առաջ հպարտանում է մարդու սիրտը։ Մենք պետք է հասկանանք, եթե ինչ-որ հպարտություն եկավ, հասկանում ես, հետևանքները գալու են։ Դրա համար ինչ է պետք անել։ Շուտ դուրս շպրտել։ Ամեն։ Մի Սաղմոս 2, չգիտեմ հեղինակը ով է, ժամանակս թռավ։ 119 Սաղմոսը ընդհանրապես ես շատ եմ սիրում։ Ով է սիրում 119 Սաղմոսը։ Չէ, երկարը մի կողմ։ Շատ հետաքրքիր բաներ կան դեղ գրած։ Կարդանք մի խոսք։ Երկարը ոչինչ որ երկարը, հաշվեք 50 հատ կարճ եք կարդացել։ 67-րդ խոսքը։ Նայեք ինչ խոսքը, ասես կպել է։ Ասում է դեռ որ խոնարհված չէի, սենց անում ձեռը ինպես։ Սխալվում էի։ Ես էլ եմ ասում, այնքան բաների մեջ եմ սխալվել։ Հետո հասկացել եմ, լսի խոնարհված չէի։ Խոնարհ չէի, դրա համար էլ սենց էի մտածում։ Բայց հիմա քո խոսքը պահում եմ։ Ոչինչ կարևորը հասկացել եմ, հիմա ճիշտ կվարվեմ։ Ամեն, երանի սա լինի ամեն մեկիս կյանքում։ Խոնարհված չէի։ Լսի չի ասում, այնքան, այս բառը ոնց է, դաբիցա եղա, մինչև իմ ձայնը լսելի դարձրեցի։ Այնքան ջանք արեցի, մինչև բոլորին ապացուցեցի, որ ես ճիշտ եմ ու իրանք սխալ։ Թեև ճիշտ և սխալ միշտ էլ լինում ենք։ Եվ ես իրավիճակում և մյուս, չէ՞։ Ով կա, որ երբեք չի սխալվում։ Դեռ խոնարհված չէի։ Բայց մտածում եմ, ես լսի ինձանից խոնարհը չկա այստեղ։ Երբևէ մեկը կա մտածելա, որ ինքը ամենախոնարհն է։ Եթե այտենց միտք կգա, էսի Աստծուց չի։ Էսի սատանայից է, գիտեք խի։ Ասում եմ, «Всё, դու քո հարցերը լուծված է, դա, всё, հələ ուր ես»։ Աստված գալի ասում է, լսի, խոնարհվի, ների, սիրի, բաց թող, ժպտա, առաջի քայլը արա։ Ամեն։ Քանի դեռ խոնարհված չէի, լիքը սխալ բաներ եմ արել։ Քանի դեռ խոնարհված չէի, ուրեմն հպարտ էի։ Իա, չէ։ Հպարտ էի։ Ուրեմն խոնարհվենք։ Էլ եմ ասում, խոնարհ են մարդն է, որ կարող է շատ բաներ անի, բայց որոշումը չանի։ Որոշումը հնազանդվի Աստծո խոսքին։ Ամեն։ Ինչքան բաներ կա, որ գիտես իրականում մարդիկ ասում են, չէ, երբ որ ասում ես Աստծո խոսքը այսպես է ասում, այսպես պետք է վարվել, իսկ մարդը գիտեք ինչ է ասում։ Ասում է, չէ, այսքան էլ ճիշտ չի։ Դա գիտեք ինչ, այսինքն ես Աստծուց իմաստուն եմ ավելին։ Ես ավելի լավ գիտեմ այս պարագայում ինչ պետք է անել։ Միթե սա հպարտություն չի։ Հպարտությունը գիտեք նաև ինչպես կարող է դրսևորել, կեղծ խոնարհության մեջ։ Երբ որ մեկին մի պատիվ ես տալիս կամ մեկին մի բան ես խնդրում, չէ, ես խոնարհս, ես շատ խոնարհ եմ, ինձ պետք չի այդ անել։ Այդ հպարտությունն է, գիտես։ Դե խոնարհ ես, ուրեմն արա։ Չէ՞։ Կամ օրինակ, ասենք հրավիրում ես առաջի, չէ, ես այդ առաջի շարքերը ձգտող չեմ, ախպեր, ես խոնարհ մարդ եմ։ Չէ, իրականում չեմ ուզում հիմա հետ առաջ
Աստծո համար մենք բոլորս առաջի շարքում ենք։ Այսինքն ուշադրության կենտրոնում ենք։ Ու երբ որ Աստված առաջ է քաշում, պատիվ է տալիս, չէ՞, ինչ որ մի պարգև է դնում քո մեջ, ծառայության մեջ, կյանքի մեջ, Աստված առաջ է քաշում, ուղղակի պետք է ընդունել ու ասել փառք ես Տեր, սա քեզանից է։ Դե ես առաջի շարքերը չեմ սիրում։ Խոնարհությունը Աստծո կամքը անելն է, ոչ թե չէ, ես դեռ չեմ մեծացել, մի քիչ եմ մեծանամ։ Գիտես, տարբեր է մեր հասունությունը, տարբեր է խոնարհության չափը, կատարյալ չափը Քրիստոսն է։ Ամեն։ Եսայան ասում է, գիտես, նրան մեղադրեցին, նրան դատապարտեցին, սուտ վկաներ բերեցին ու այդ սուտ վկաներ այնքան սուտ հեքիաթներ պատմեցին, որ անգամ լսողներն էին ծիծաղում այդ ժամանակ, բայց որոշել էին լուրջ դեմքեր ընդունել։ Ասում է ինքը լուր մնաց։ Մի մաքի, մի ոչխար, որ գնում էր մորթվելու, ասում է, բերանը չբացեց։ Կասես, ոնց, բա ես իմ արդարությունը, բա ես չխոսամ, չասեմ, որ սենց չի։ Գիտես, Աստված իրան ասել էր լուր մնա։ Աստված ասել էր լուր մնա, սա քո ճանապարհն է, դու պետք է անցնես։ Այ եթե ինքը այսպես չվարվեր, այսինքն մենք փորձում ենք արդարացնել մեզ։ Այ եթե ինքը ինձ ժպտար, ես էլ կժպտայի, բայց ինքը եկավ ու սենց արեց, դրա համար էլ ես իրան այդպես պատասխանեցի։ Ինքը ինձ հետ կոպիտ խոսած ու ես որոշեցի կոպիտ պատասխանեմ։ Հիսուս ասում է, ինձանից սովորեք։ Ամեն։ Իսկ եկեք ասենք, Տեր, իսկ սա ինչ է, միգուցե սա մի հնարավորություն էր, որ իմ սրտի միջի եղածը դուրս գար, ես տենայի ու որոշեի քեզ նմանվեմ։ Միգուցե սա մի իրավիճակ էր, որտեղ որ ես դու ուզում էիր, լսել եք, չէ, Հոբի մասին, կարդացել եք, ու Աստված ինչպես կարելի ասել պարծեցավ Հոբով, ասես տեսել եք իմ Հոբին, հլը տեսեք ինչ լավն է։ Միգուցե այդ պահին Աստված ուզեցավ քեզանով ուրախանա ու ասեց տեսել եք իմ քրոջ, իմ դուստրին, իմ եղբորը, իմ որդուն։ Հլը նայեք ինչ խոնարհ է։ Նայեք ինչ հնազանդ է։ Նայեք ինչ լավն է։ Անում վերջացնում ենք, հետո ասում ենք, բայց Հիսուսը տենց չէր անի։ Բայց Հիսուսը կներեր։ Բայց Հիսուսը ող չէր պահի։ Հլը մի հատ էլ ճանապարհ փնտրեր, թե ողը ոնց հաներ։ Ասում է դատաստանը տվեք Տիրոջը։ Ամեն։ Ես համաձայն եմ, կա խոսելու ժամանակ, կա լռելու ժամանակ, բայց անգամ եւ խոսելը եւ լռելը պետք է այստեղ ճիշտ մթնոլորտից լինի։ Կարելի է լռել, բայց ստեղ ինչ ասես անել, չէ՞։ Կարելի է խոսալ, բայց ստեղ ուղղություն լինի, ստեղ ներում լինի, ստեղ խոնարհություն լինի։ Դրա համար մենք լավ գիտենք մեր սրտերում թանկագիններ ինչ է կատարվում։ Ամեն, որտեվ Սուրբ Հոգին ինքը մեր մեջ է։ Կարելի է նվագեք, հա՞։ Կարելի է։ Շատ լավ։ Ես գալիս եմ ավարտին, չգիտեմ էլ որտեղից կարդամ, որտեղից չկարդամ, որտեղը։ Մի փոքր, գիտես, խոնարհությունը կամ հպարտությունը միշտ հասանելի են մեզ։ Միշտ։ Մեկը զորով է ուզում մեր կյանք գա, մյուսին մենք պետք է ձեռ մեկնենք։ Միտեղ հիշեցի, երբ որ Աստված ասում է, ես նրան կտանեմ անապատ, սոված կպահեմ ու իր սրտի հետ կխոսամ։ Դա Իսրայելի մասին է, իր ժողովրդի մասին է, իմ ու քո մասին է, որպեսզի ասում է իր սրտի միջի եղածը դուրս գա։ Ինչի՞, որ ես ասեմ դու ինչքան վատն ես, թե որ քեզ օգուտ լինի։ Ամեն։ Իրավիճակներ մի ուրիշ խոսքով կստեղծվեն մեր կյանքերի մեջ, ասում եմ սոված կպահեմ, սոված է մենակ հացին չի վերաբերվում,
Հասկանում ես։ Մենք ինչ-որ կարիք կունենանք, ինչ-որ կարիք կզգանք, ու կուզենանք ինչ-որ բաներ անենք, ձեռնարկենք։ Մեր մեջից շատ բաներ դուրս կգա։ Երբ որ դու մեկուսացված կլինես, անապատի վիճակ կլինի, դժվարություններով կանցնես, տարբեր, ես չգիտեմ, անապատը տարբեր է։ Որտեղ ստիպված են մարդիկ ուղիղ Աստծո երեսը փնտրել։ Անապատ, որ չկա ոչ մի բան, ու Աստված սպասում է քեզ։ Ոսում ես կխոսամ նրա սրտի հետ։ Որտեղ այդ իրավիճակներում համաձայնվեք, նենց հեշտ ենք խոնարհվում, չէ՞։ Բայց անապատը դա մի ժամանակահատված է, դա ամբողջ կյանքը չի մեր կամ ողջ ընթացքը չի, մի ժամանակ է։ Որտեղ անապատից հետո հաղթանակներ են, հետո լիքը ձեռքբերումներ են, նվաճումներ են, նոր մակարդակ է անապատը։ Խոսամ նրա սրտի հետ։ Գիտեք, անապատ կհայտնվենք, թե չէ, կամ երբ կհայտնվենք, բայց եկեք մեր սիրտը միշտ բերենք Աստծո առաջ։ 139 Սաղմոսի վերջի խոսքերը գրված է. Տեր, քննիր իմ սիրտը, ու տես, իմ մտքերը, իմ սիրտը քննիր ու տես, չլինի, որ ես հանկարծ չար ճանապարհներում լինեմ եւ դարձրա ինձ քո հավիտենական ճանապարհների մեջ։ Ինչի մասին է խոսում սա։ Գնում ենք այդ ռենգեն կոչվածին հայերեն չգիտեմ։ Քննի իմ սիրտը։ Ոնց ենք մենք մեր սիրտը քննում։ Եթե մենք մեզնով ենք քննում, ամեն ինչ լավ է։ Okay, սրանից լավը չի էլ կարա լինի։ Բայց երբ որ Աստված է գալիս, ասում է հիմա կքննեմ, բայց անկեղծ եղի։ Հիմա ես քեզ բաներ ցույց կտամ, բայց անկեղծ եղի։ Ու ակամայից չգիտեմ, մեկն է միտքդ գալի, այս պահին մեկն է, չգիտեմ, ինչ-որ մի հատ թթու բան ասում, ասենց իրավիճակներ են ստեղծում, չէ՞ որ աղոթել էիր, ախր քննիր։ Ու իրավիճակներ են ստեղծում։ Ես հավատում եմ, որ Աստված աղոթքների պատասխանում է։ Չգիտեմ, դուրս են գալիս այս իրավիճակներից լավ թե վատ։ Հետո ասում ենք, Տեր, փաստորեն սենց էլ կար, էս էլ կար, են էլ կար։ Ու պետք չի վախենալ։ Պետք չի ամաչել, փախնել Աստծուց, եկեղեցուց, մեկս մյուսից, այլ պետք է ուրախանալ, որ Տեր, ինչ լավ է, որ դու բացեցիր, ինչ լավ է, որ ես քեզ հասանելի եմ։ Հրաժարվելը մեր պատասխանատվությունն է, ու վերցնենք դեն շպրտենք։ Գիտես, խոնարհության մեջ խաղաղություն կա։ Գիտեք, որտեվ խոնարհության մեջ Աստծո ներկայությունը կա, իր հովանավորությունը կա, հպարտության մեջ Աստծո ներկայությունը չկա։ Գիտես ում ներկայությունը կա, սատանայի։ Ու ինչ է կատարվում, մի փոքր, ասենց չգիտեմ, դու էլ անհանգստություն, որտեղ հպարտություն կա, այնտեղ չարություն, այնտեղ վեճեր, այնտեղ նախանձներ, այնտեղ կռիվներ, հպարտության մեջ չի կարող խաղաղություն լինել, թանկագիններս։ Այն մարդը, որ հպարտությունը շալակ է ու նստել է, ինքը միշտ թիրախներ է ման գալիս, ինքը միշտ բաներ է, իրան ինչ-որ բաներ միշտ դուր չեն գալիս։ Իսկ խոնար մարդը, եղածի չեղածի, ստացվածի չստացվածի համար, փառք է տալիս Աստծուն։ Այսօր չեղավ վաղը կլինի, որ չլինի էլ Տեր, մեկը, դու ես իմ Աստվածը։ Ամեն։ Ինքը հանգստություն է գտնում Տիրոջ մեջ, որտեվ Աստծո հոգին ինքը խոնարհության հոգի է, հանգստության հոգի է։ Հալելույա, փառք Աստծուն։ Առաջի Թեսաղոնիկեցիների 5:12 Ասում աղաչում ենք ձեզ, եղբայրներ, որ ճանաչեք ձեր միջում աշխատողներին
եւ ձեր վերակացուներին տերում եւ ձեզ խրատողներին էլ։ Նրանց առավելապես պատվեք սիրով իրենց գործի պատճառով, իրար հետ խաղաղությունով վարվեցեք։ Մի ուրիշ խոսքերով ասում է խոնար եղեք, թե իրար հետ փոխհարաբերությունների մեջ։ Խոնար եղեք եւ հնազանդվեք։ Ռուսերենում գիտեք ինչ ասում, ասում պակարիայից։ Դուք ձեզ սանձեք եւ խոնարացրեք։ Ճանաչելը ասում ճանաչեք ձեր միջում աշխատողներին, ձեզ խրատողներին։ Ինչ ասա նշանակում։ Հնազանդվեք։ Մենք, չէ՞, Աստծո թագավորությունը այդ կարգի է դրված։ Եկեղեցում կան տարբեր պաշտոններ, տարբեր ծառայություններ։ Ասում եմ լսեք, ընդունեք ձեզ առաջնորդողներին, ձեր համար աշխատողներին, ձեզ օգուտ տվողներին, բայց այդ մի տեղ էլ էս օգուտ տվողը էլի օգտակար է անելու, բայց ասում եմ քո խրատողն է։ Այ եթե միշտ ինձ ժպտան, միշտ ինձ թեյ մատուցեն, կամ սառը ջուր, միշտ ասեն ինչ լավն ես դու, միշտ ասեն ինչ գեղեցիկ տաղանդավոր ես, ինչ հաջողակ ես դու, ես կընդունեմ։ Իսկ եթե մի օր հանգարց ասեն, սա դու սխալ ես արել, ճիշտը սա է, քո օգտի համար եմ ասում, սենց արա, Աստծո խոսքն է սա ասում։ Ու մի քիչ էլ հանկարծ խիստ տոնով ասեն։ Ինքը ինչ իրավունք ուներ խիստ տոնով ասեր։ Կարող է ստեղն ես հասցրել արդեն։ Թե դա հնարավոր չի։ Ես չեմ ասում եկեք արհեստական բաներ ստեղծենք։ Չէ, դրա մասին չի խոսքը։ Բայց ես գիտեմ, ով ունի իրավունք այսօր իմ կյանքի վրա խոսալու։ Նրանք, ովքեր իմ վերակացուներն են Տիրոջով, իմ ընտրությամբ չէ։ Թանկագիններ Աստծո խոսքն ասում է գալու է ժամանակներ, ու ամեն մեկը իր ուզածով է գնալու իրան ընտրի, իրան առաջնորդ։ Մի եղի այդ առաջնորդը, եղի Աստծո առաջնորդը։ Որ գովելու ժամանակ պետք է գովել, հանդիմանելու ժամանակ պետք է հանդիմանել։ Լսի այդ առաջնորդներին ու զգուշացի, եթե վաղուց քեզ ինչ-որ մի բանի վրա չեն ուղղել, խրատել, կամ քո առաջնորդն է սխալ առաջնորդ, կամ էլ դու վաղուց արդեն ականջդ փակել ես իրան, ու ինքը որոշել է ձեռքերը լվա հետ քաշվի։ Ճանաչեք, սա խոնարհության դիրք է։ Եբրայեցիների մեջ էլ նույնը կա։ Ասում ականջ տվեք ու լսեք նրանց, ովքեր որ ձեր համար հոգ են տանում, հաշիվ են տանում։ Հաշիվ են տալու Աստծուն։ Սա եկեղեցական կարգ ու կանոնն է։ Այսինքն քեզ տար եւ հնազանդեցրա ինչ որ կարգի իշխանության տակ։ Այն հարորապետը Հիսուսին ասեց, գիտես, դու խոսք ասես իմ ծառան կբժշկվի, ես հասկացել եմ այդ սկզբունքը, որովհետև ես ասեց զինվորական եմ, ես ունեմ իմ գլխին վերադաս եւ ունեմ մարդիկ, ովքեր ինձ են ենթակա։ Ու երբ որ խոսքը ասում եմ, լսում են, որովհետև ինչ որ ինձ են ասում, ես էլ եմ լսում։ Դա գիտեք ինչ էր ասում։ Հիսուս, գիտես քո խոսքին հնազանդվում է հոգևոր աշխարհը այն պատճառով, որովհետև դու հնազանդվում ես քեզ ասողի խոսքին։ Դու հնազանդվում ես Հայր Աստծո խոսքին։ Դրա իսկ պատճառով ամեն բան հնազանդվում է քեզ։ Միգուցե մեր կյանքում շատ բաներ տեղաշարժ չեն լինում դեռ, որովհետև երբևէ չեմ տվել իմ ականջը ինձ ասողների, մի քիչ կոպիտ եմ ասում, խոսքին, ինձ խրատողների խոսքին, ինձ Աստծո կամքը սովորացնողների վերակացուների խոսքին,
Սա հոգևոր սկզբունք է։ Միգուցե դա է պատճառը։ Դրա համար ասում ականջ տվեք։ Լսեք։ Ոչ թե 50-ատ կամ 60-ատ պատճառ բերեք, թե ինչու ես սա պետքա չանեմ։ Սա ինչու իմ դուրը չի գալիս, էլի եմ ուզում, դուր գալով չի մեր Աստված պաշտությունը։ Աստծո խոսքին հնազանդությունով է։ Թող փառաբանությունը բարձրանա։ Ես ուզում եմ եզրափակեմ։ Մեր Տիրոջ օրինակով Ֆիլիպեցիների 2-րդ գլուխ 5-րդ խոսք թանկագիններ։ Ասում է ձեզանից ամեն մեկը թող այսպես մտածի, ինչպես որ Քրիստոսն էր մտածում։ Ես պարզ բառերով եմ թարգմանում, այնտեղ տես չես կարդա, բայց նույն իմաստն է։ Մտածեք այնպես, ինչպես որ Քրիստոսն էր մտածում։ Ինչպես էր Քրիստոսը մտածում։ Որ Աստծո կերպարանքում լինելով հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել։ Ուներ դիրք, ուներ խոսքի հնարավորություն, ուներ գործողությունների ազատություն, ասեց ես իշխանություն ունեմ իմ կյանքը դնելու, ունեմ չդնելու, բայց որոշեցի դնեմ։ Որոշեցի հնազանդվեմ, որոշեցի համաձայնվեմ։ Այլ իր անձը ունայնացրեց։ Ինչ է ունայնը։ Խոնարհացրեց, ցածրացրեց։ Ինքը որոշեց, ոչ, ես հիմա ինքս լինելով Աստված, ես հիմա գալիս եմ որպես մարդ։ Ինքս ունենալով ողջ իշխանությունը ասելու, ես հիմա ընդունում եմ իմ վրա ողջ պատասխանատվությունը լսելու։ Լսել այսինքն հնազանդվելու։ Համաձայն եք։ Այլ իրեն ունայնացրեց եւ ծառայի կերպարանք առնելով։ Չի ասում Աստված իրան ծառա դարձրեց։ Երբեք չմտածես այդտեղ քեզ ինչ որ մի բանի մեջ որ ուղում են, ուզում են քեզ ծառա դարձնեն, քեզ ստորացնեն, կներեք ես արտահայտությանս համար, քո վրա իշխեն, քո վրա կայանան, քավ լիցի, որ նման մարդիկ լինեն Աստծո տան մեջ, ընդհանրապես, քավ լիցի, բայց միևնույն ասում է, որոշեց, ու հետն էլ հերիք չի ասում է, մարդու կերպարանք ունենալով, մարդու պես գտնվելով, 8-ը իրեն խոնարհացրեց եւ հնազանդ եղավ մինչեւ մահ, այն էլ խաչի մահ։ Չի ասում Աստված անենց ստիպեց, որ ինքը խոնարհվեց։ Չի անի Աստված դա։ Աստված կառաջարկի մեզ խոնարհվել, որովհետեւ սա հոժարական պետք է լինի մեր կյանքերում։ Գիտես, ուզում եմ տարին հենց այս նոտայով սկսենք, հենց այս որոշումով սկսենք, որ ես գնալու եմ, ես խոնարհվելու եմ Աստծո առաջ, Աստծո կամքի առաջ, ես այս դիրքն եմ ընդունելու։ Բայց այսպես չմնաց։ Ասում եմ դրա համար էլ Աստված շատ բարձրացրեց նրան։ Բոլորս երազում ենք շատ բարձրանալու, չէ՞։ Տարբեր կերպ, բայց բարձրանալ։ Մտածում ենք թե չէ։ Ով է մի քիչ մտածում բարձրանալ։ Մի քիչ։ Մի քիչը հպարտ է։ Որտեվ Աստված շատ բարձրացնող է։ Բայց կամած, էսի ուրիշ բան է։ Եթե դու նկատի ունեիր քիչ էլ լինելու է, բայց բարձրանալու։ Ու հետո տենալու ես Աստված շատ բարձրացրեց։ Այդ ոչինչ որ դու ես տենալու, այդ մարդիկ են դրա մասին վկայելու։ Ամեն։ Բայց դու մեկը ներքևից ես նայելու, ու Աստծուն փառք ես տալու։ Ու չես ասելու դե հետ այնց էլ պետք է լիներ, էլի։ Ասելու ես փառք Աստծունն է։ Որտեվ գրված Աստված ասում է փոշիից վերակացնում Անտունին, Ամուլին, որ չեր ծնում, որ չուներ ոչ մի հնարավորություն, ասում է նստեցնում է իշխանավորների հետ։ Պատկերացնում ես։ Ինչու։
Դե խեղճ էր դրա համար։ Գրած չի խեղճին։ Սկզբունքը խոնարհին է։ Ամեն։ Եվ Աստված ասում է նրան շատ բարձրացրեց եւ մի անուն շնորհեց, որ ամեն անունից ավելի բարձր է։ Պետք չի մեր անունները հիմա մենք իմնա բարձր թե քոնը։ Մենք բոլորս քրիստոնյաներ ենք, հավասար ենք։ Սա օծությունն էր, սա Հիսուսի անունն էր։ Բայց այսօր լսեք հոգևոր աշխարհում մենք էլ մեր անունները ունենք։ Հոգևոր աշխարհում մենք էլ մեր օծությունները, մեր դիրքը ունենք։ Իրար դեմ կիրառելու համար չի, սատանայի դեմ կիրառելու համար է։ Եվ շարունակություն ասում է, որ Հիսուսի անունով կրկնվի ամեն ծունկ երկրավորների մեջ, երկրի տակ լինողների մեջ։ Սա Հիսուսի բաժին ճանապարհն էր, թանկագիններ։ Աստված հաջողության Աստված է եւ գիտեք Աստծո խոսքը մեզ ասում է եկեք վերցնենք օրինակ Հիսուսից։ Մտածենք, ինչպես Հիսուսն էր մտածում։ Եթե մենք նման կերպ մտածենք, որ Աստված ինձ բարձրացնում է, ես կրկնակի դիմացինի հանդեպ կմտածեմ, որ նրան էլ է բարձրացնելու։ Նրան էլ է բարձրացնելու։ Այն ընկածին էլ է բարձրացնելու։ Ինչու՞։ Որովհետև դա Աստծո ուզածն է։ Որ նա իմ ուզածը։ Այստեղ լիքը հարցեր կա։ Թող ոչ ոք չբարձրանա, որ ես բարձր երևամ։ Ուզում ես բարձր երևաս։ Ով ասում բարձր երևա։ Այս ինչ վտանգավոր հարց եմ տալի, չէ՞։ Ինձ էլ տային սես մտածեի հիմա բառախաղա թե թակարդա։ Չէ, թակարդ չի թանկագիններ։ Տեր Հիսուսը ասեց, ով որ ուզում է բարձր լինի, մեծ լինի, թող բոլորին ծառա լինի։ Մաքրության ծառայություն, սկսում ենք։ Ով որ ուզում է առաքյալ լինի, մեր մոտ քույրիկներին էլ կարելի է առաքյալ լինել։ Մաքրության ծառայություն, եղբայրներն է կարան գան մաքրության ծառայության մեջ։ Խնդիր չկա, լուրջ եմ ասում։ Ասում թող այս երեխեքի պես լինի։ Թող անկեղծ ու միամիտ լինի։ Թող ձեր մեջ փոքրը լինի։ Թող վազվզի բոլորի առաջ, ով որ ուզում է մեծ լինի։ Թող լսի բոլորին, թող սիրի բոլորին, թող ամեն ջանք անի ծառայի բոլորին։ Սրա մեջ է բարձրությունը։ Աշխարհը դելավ հլը աշխարհն։ Ես չգիտեմ մենք ոնց կնայենք դրան, բայց Աստված ասում է ես նրան նայում եմ բարձր։ Իսկ վարձատրում է որպես ցածրի։ Աստված ում բարձր է նայում, նրան էլ բարձր է վարձատրում։ Այդպես չի։ Այդպես է։ Ուղղակի մեր համար տարօրինակ է։ Որպես մարդ, բայց որպես Աստծո զավակ, տարօրինակ չպետք է լինի։ Մենք պետք է հավատանք Աստծո արքայության սկզբունքներին։ Եկեք ոտքի կանգնենք։ Մենք պետք է հավատանք Աստծո ուզածին, Աստծո գործելավոճին։ Սկսում ենք իրար ծառայել։ Հիմիկվանից։ Չէ, կողքինիդ մի ասա, գնամ ջուր բերեմ, ուզում ես։ Հիմա չէ։ Հիմա որոշում վտկայացրա։ Բայց եթե գիտես կողքինդ մի շատ քաղցր բան է սիրում, այդ պայուսակիդ քաղցր է, որ հիմա պետք է հանեիր ուտեիր, պահի իրան կտաս։ Հենց լավ Աստծո ներկայությունն աստեղ։ Եկեք սկսենք իրար ծառայել։
ինչով կարաս։ Որոշում, ես ծառայելու եմ Տիրոջը։ Ես ծառայելու եմ քրոջը, ես ծառայելու եմ եղբորը։ Խերը լինի, ես ինչ ես։ Տենց եմ ուզում։ Մի ասա, հետո կտենակ։ Չէ, հետո տենալու համար մի ծառայի։ Ծառայի, որտեվ քեզ հաճելի է։ Ամեն։ Ծառայի, որտեվ ուրախություն կա դրա մեջ։ Ամենազոր Աստվածը, որ մի, չգիտեմ, կտոցով կարա ամեն բան իրան հնազանդեցնի, չէ՞։ Այսօր եկել է մեզ է ծառայում։ Սուրբ Հոգու անուններից մեկը օգնական։ Չի ասում դու ես իմ օգնականը, պատկերացնում ես, Աստված չի ասում դու ես իմ օգնականը, ասում է ես եմ քո օգնականը։ Բայց իմ օգնականները ով են։ Ում օգնականն ես դու այսօր։ Ես, ուզում եմ ես հարցը տամ։ Հնարավոր չի սենց լավ բանից քիչ խոսալ։ Բայց եկեք փառք տանք իրան։ Ամեն։ Այս պատվի համար, Տեր, այս արտոնության համար, այս հնարավորության համար, քո եկեղեցու համար, այսքան շատ քույրերի ու եղբայրների համար, դեռ ավելի Տեր, որ դու ավելացնելու ես քո եկեղեցում, մենք քեզ փառք ենք տալիս, որ այնքան հնարավորություն ունենք իրար ծառայելու, որ այնքան հնարավորություն ունենք, Տեր, քեզ ուրախացնելու, քո կենդանությունը ցույց տալու մեր կյանքերի մեջ, մենք քեզ փառք ենք տալիս, ու ասում ենք, Տեր, դու հաջողության Աստված ես, մեր բոլոր հաջողությունների մեջ, մեր բոլոր հաղթանակների մեջ, մեր բոլոր ձեռքբերումների մեջ, ամեն իրավիճակների մեջ, մեր որոշումն է, ողջ փառքը քեզ տալ, որովհետև գիտենք, Տեր, որ ամեն բան քեզանից է, ու դու էլ այսօր, Տեր, ամեն բան անում ես, որ քո ուզածը լինի մեր կյանքերի մեջ, նաև ապաշխարում ու խնդրում ենք ներիր մեզ, մեր հպարտությունները, մեր գոռոզությունները, մաքրիր մեզ, Տեր, եւ ինչպես խոսքն ասում, մենք կմաքրվենք, սրբիր մեզ ու մենք կսրբվենք, մենք կանչում ենք Քրիստոսի այրունը մեր մտքերի, մեր անձերի, մեր սրտերի վրա, մեր փոխհարաբերությունների վրա, Տեր, թող գա հաշտություն, թող գա, Տեր, պատիվ, հարգանք, մեր փոխհարաբերությունների մեջ, մեր մտքերի մեջ պարզություն, սրբություն ու արդարություն, մեր սրտերի մեջ խաղաղություն, ուրախություն ու քեզ քո անվանը գովաբանություն, Հիսուսի զորավոր անունով, ամեն։